63-ամյա arczepiskopos-ը դատարան մտնելուց հետո առաջին աջակիցների որպիսությամբ է հետաքրքրվում իրեն ինչ է եղել, որ ձերբակալվելու օրներ տեսախցիկների առաջ հայտարարել ես բանտում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանքում։ 8 ամիս կալանքից հետո ժպտում է։ Դատարան միջոցի փոփոխման մասին իշխանությունը բավարարել։ Դատարանի դահլիճը երկրորդ անգամ է պայթում ծափողջուններից, երբ դատավորը ընթերցում է վճիռը։ Վերաքննիչ Հատյանը բավարարում է պաշտպանների միջնորդությունը, փոխում խափանման միջոցը, կիրառում տնային կալանք։ Միքայել arczepiskopos-ի դեմքին մի մկան էլ չի շարժվում, ընդունում է վճիռը ավելի երկարած մորուքը շոյելով։ Նա մեկ ամիս առաջ վիրահատվել է, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում։ Անցած տարվա սեպտեմբերին էր առաջին Հատյանի դատարանը նրան մեղավոր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Այս որոշումը ուժի մեջ չէր մտել, քանի որ թե Աջապահյանի պաշտպանները, թե դատախազները այն բողոքարկել էին վերաքննիչ Հատյան։ Պաշտպանները արդարացում էին պահանջել։ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե 2 տարվա պատիժը քիչ է ու պահանջել էր, որ կես տարով էլ ավելացնեն բանտարկության ժամկետը։ Այսինքն 2 տարի ժամկետով ազատազրկումը չի կարող ապահովել պատժի նպատակները, բայց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները։ Իրականում տնային կալանքում Սրբազանն ավելի սահմանափակված է լինելու։ Խափանման միջոցը համակցված է, նաև բացակայելու արգելք է սահմանվել։ Բացի դա, Սրբազանին արգելվել է հյուրեր ընդունել, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն վարել։ Սահմանափակումները չեն վերաբերվում միայն մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի և վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Պաշտպանների միջնորդությամբ բացառություն է արվել նաև Միքայել Սրբազանի եղբորորդու Գրիգոր Աջապահյանի համար։ Նրան ևս թույլատրել են այցելել հորեղբոր Գյումրիի կեցավայր, որտեղ կրելու է կալանքը։ Սրբազանը թեկուզ շատ մեծ այսպես դիմադրություն էր ցույց տալիս հոգեպես եւ անկոտրում էր մնում, բայց քրեակատարողական հիմնարկի պատերում գտնվելու եւ անձի հոգեվիճակի մասին ես իհարկե շատ լավ պատկերացում ունեմ, թե մարդիկ այնտեղ ինչ են զգում, դրա համար շատ ուրախ եմ, որ Սրբազան գոնե իր տան պատերի ներսում կլինի։ Պաշտպանները, որոնք ի սկզբանե հայտարարում էին, թե քաղաքական որոշմամբ է ազատազրկվել Սրբազանը, հիմա գրեթե կասկած չունեն, որ միջազգային կազմակերպությունների, տեղական լրատվամիջոցների ու պարզ քաղաքացիների ճնշման տակ է տնային կալանքի որոշում կայացվել։ Դատախազության բողոքը մենք դիտարկում ենք ուղղակի ձևական բողոք, հենց սկզբից էլ դրա մասին արտահայտվել ենք, որ բողոքը շուտ բերվեց և այդ 6 ամիսը ավելացնելու պահանջը ներկայացվեց, որպեսզի շուտ իրենք կարողանային կոմունիկացնել և վերաքննիչ դատարանում կազմապահովել և իհարկե դրանով էր պայմանավորված նաև մեր բացառք հայտնելու միջնորդությունները, որ ոչ դատախազությանը, ոչ դատարանների նկատմամբ վստահություն չկա։ Arczepiskopos-ն իր իրավունքների խախտման հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պաշտպանների խոսքով իրենք ներկայացրել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդվածի խախտում։ Նաև այս դիմումն է Արա Զոհրաբյանի համոզմամբ ստիպել վերաքննիչ Հատյանին փոխել Սրբազանի խափանման միջոցը։ Դատական համակարգը հասկանում է, որ միեդի ձեռքից չի պրծնելու, առնվազն կամ միջազգային կառույցների կողմից այս ճճացող խախտումները բոլոր դեպքերում իրենց դեմ են ուղղվելու։ Դեռ պարզ չէ, թե արդյոք Միքայել Սրբազանին կթույլատրվի պատարագի մասնակցել։ Դա սահմանադրական իրավունք է եւ ավելի բարձր շեմ ունի, հետեւաբար այդ իրավունքի պահպանման համար պետք է միջոցներ ձեռնարկվի։ Այն որ ասում է, որ օրենքով նման կառուցակարգ չկա, օրենքով կառուցակարգ չլինելը չի նշանակում, որ իրավունքի խախտում պետք է լինի, հենց իրավունքը պետք է առաջնային լինի։ Փետրվարի 10-ին նոր վիրահատություն պետք է տանի Սրբազանը, միայն դրանից հետո հնարավոր կլինի նշանակել դատական հաջորդ նիստի օրը։ Միքայել Սրբազանին այսօր դատարանի դահլիճից ծափերով ճանապարհեցին։ Լանա Համբարձումյան, Աշոտ Հնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։